որդին մատուցեցեք տիրոջը, քանզի քաղցր է նա, քանզի ավերժ է նրա ողորմությունը, ով պիտի պատմի զորությունը տիրոջ, լսելի դարձնի նրա ամբողջ օրհնությունը, երանի նրանց, ովքեր իրավունքն են պահում, և ամեն ժամ արդարություն գործում։ Հիշիր մեզ Տեր, ի հաճություն քո ժողովրդի, և այցելիր մեզ քո շնորհելիք փրկությամբ, տեսնենք բարությունը քո ընտրյալների, ուրախանանք քո ազգի ուրախությամբ, ու պարծենանք քո ժառանգությամբ։ Մենք մեր հայրերի հետ մեղանչեցինք, անօրենություն և յանցանք գործեցինք, հայրերը մեր Եգիպտոսում չհասկացան քո հրաշագործությունները, ճիշեցին քո ողորմության արատությունը, քեզ բարգացրին կարմիր ծովն անցնելիս, նա փրկեց նրանց իր անվան համար, որ ճանաչեն իր զորությունը, սաստեց կարմիր ծովին և այն ցամաքեց, նրանց առաջնորդեց անհննթի միջով, ինչպես անապատով, նրանց ազատեց իրենց ատողներից և նրանց փրկեց իրենց թշնամիների ձեռքից, ծովը ծածկեց նրանց հալածողներին և սրանցից ոչ ոք չփրկվեց, հավատացին նրա խոսքերին և օրհներգեցին նրան, բայց շուտով մոռացան գործերը նրա և չանսացին նրա խորհուրդներին, անապատում ցանկությամբ վարվեցին ու փորձեցին Աստծուն անջրդի վայրում, իրենց խնդրածը նա տուվեց նրանց և լիություն ուղարկեց նրանց, բանակատեղիում բարկացրին Մովսեսին և Տիրոջ սրբին Ահարոնին, գետինը բացվեց ու կլանեց Դադանին, ծածկեց բանակն Աբիրոնի, հուրբոր փոքվեց նրանց հավաքավայրերում և բոցը լատեց մեղավորներին, քորևում մի հորդ շինեցին և երկրպագեցին արձանին, իրենց փառքը փոխարինեցին։ Անարգեցին երկիրը ցանկալի ու չհավատացին Տիրոջ խոսքին, տրտնջացին իրենց բանակատեղիում ու չլսեցին ձայնը Տիրոջ, Տերն իր ձեռքը բարձրացրեց նրանց վրա, որ նրանց հարվածի անապատում, որ նրանց սերունդը ցրվի հեթանոսների մեջ, նրանց սերունդը ցրվի գավառներում, նրանք Բելփեգորին yarեցին, զոհի միսկերան ու մեռելոտի, բարգացրին Տիրոջն իրենց գործերով և նրանց վրա կոտորած իջավ, ապա փենել
Հորեսն եկավ մեջտեղ, քավություն տուեց ու մահը վերջ գտավ։ Նա արդարացի համարվեց, սերնդից սերունդ, մինչև յավիտենություվ։ Նրան բարկացրին հակառակության ջրերի մոտ, և Մովսեսը տանջվեց նրանց պատճառով, քանզի դառնացրել էին նրա հոգին։ Նա հրամայեց իր շրթունքներով, և չկոտորուեցին այն ասկերը, որոնց մասին ասել էր Տերը։ Խառնվեցին հեթանոսների մեջ ու սովորեցին գործերը նրանց, ծառայեցին նրանց կուռքերին, որոնք իրենց գայթակղութիւնը դարձան։ Իրենց որդիներին ու դուստրերին զոհեցին դևերին և անմեղ արյուն թափեցին։ Արյուն իրենց որդիներին ու դուստրերին, որ զոհեցին Քանանի կուռքերին։ Երկիրը շաղախվեց նրանց արյամբ ու պղծուեց նրանց գործերից, քանզի փոր նկատցան իրենց ընթացքով։ Սրտնեղած բարկացավ Տերն իր ժողովրդի վրա և խիստ զսվեց իր ժառանգությունից։ Նրանց մատնեց հեթանոսների ձեռքը և իրենց ատողները տիրեցին նրանց, իրենց թշնամիները նեղեցին նրանց և նրանք խեղճացան նրանց ձեռքի տակ։ Տերը շատ անգամ փրկեց նրանց, բայց նրանք դառնացրին նրան իրենց չար խորհուրդներով և ընկղմուեցին իրենց անօրենության մեջ։ Տերը նայեց նրանց նեղության, լսելով ձայնը նրանց աղոթքին, հիշեց ուխտն և իր արատ ողորմածությամբ սղճաց, նրանց կտության արժանացրեց իրենց բոլոր գերեվարողների դիմաց։ Փրկիր մեզ, Աստված մեր, և հավաքիր մեզ հեթանոսների միջից, մենք գոհություն պիտի մատուցենք քո սուրբ անուանը և պիտի պարծենանք քո օրհնություններով։ Օրհնյալ է Տեր Աստվածը, Իսրայելի ավիտյանից յավիտենից, ողջ ժողովուրդը թող ասի։